Անհնազանդ քույրերը Կիրգիզական հեքիաթ Լինում է չի լինում, ճիշտը չգիտեմ, հին օրերում մի ծերունի է լինում, այս ծերունին ունենում է 3 աղջիկ, այդ աղջիկները շատ անհնազանդ քարականջ են լինում և ծնողներին շատ դառնություն են պատճառում, մոր մահից հետո նրանք ավելի կամակոր են դառնում, հենց հայրը խնդրում է չաղմկել, աղջիկները զոռով աղմկոտ խաղեր են սկսում, թե մի բան է ասում, որ անեն, աղջիկները հիվանդ են ձևանում, թե որ պահանջում է տան գործերը անել, նրանք 1000 ու մի պատճառ են հնարում, որ ոչինչ չանեն, օրերից մի օր, աղջիկները որոշում են անտառ գնալ, հատապտուղ հավաքելու, հայրը շատ է խնդրում, դեմ ընկնում, որ մենակ չգնան, իսկ աղջիկները ջիգրու ավելի են համառում, ախր կմոլորվեք անտառում, զգուշացնում է հայրը, աղջիկները ականջ չեն դնում, այդ ժամանակ հայրը սնդուկից մի սաներ է հանում ու տալիս ավագ աղջկան, միջնեկին մի ասեղ է տալիս, իսկ փոքրին մի հայելի, տեսեք հա, հանկարծ չկորցնեք, զգուշացնում է հայրը, դրանք բոլորն էլ կախարդական են, թե որ ձեզ դժբախտություն պատահի, դրանք ձեզ կօգնեն, մեծ աղջիկը վերցնում է սաները, միջնեկը ասեղը, իսկ փոքրը հայելին, հետո ընկնում են ճանապարհ դեպի անտառ, նրանք շատ երկար թափառում են անտառում, զամբյուղները հատապտղով լիքը լցնում են, շուտով սկսում են մթնել, քույրերը մտածում են, որ տուն գնալու ժամանակն է, բռնում են տան ճամփան, գնում, բայց անտառի վերջը չի երևում, նրանք սկսում են վախենալ ու լաց լինել, այսպես գիշերը լուսացնում են անտառում, առավոտյան նորից են փնտրում ճանապարհը, և միայն երեկոյան նրանց հաջողվում է դուրս գալ անտառից, բայց նրանք հայտնվում են անտառի հակառակ կողմում, բոլորովին անծանոթ մի տեղում, գնում, Աստված գիտի, թե որքան ու շատ են հոգնում, մեկ էլ մի մենավոր յուրտ են տեսնում նրանք, քույրերը յուրտ են մտնում և այնտեղ շատ փոքրիկ մի աղջիկ են տեսնում, այստեղ ով է ապրում, հարցնում են նրանք, մի չար վհուկ է ապրում, պատասխանում է փոքրիկ աղջիկը, իսկ դու ո՞նց ես այստեղ ընկել, հետաքրքրվում են 3 քույրերը, ինձ գողացել է վհուկը ու բերել այստեղ, առավոտյան մի ուրիշին կբերի, իսկ ինձ կսպանի ու կուտի, ամեն գիշեր վհուկը գնում է որսի, քույրերը շատ են վախենում, բայց մնում են գիշերելու, քանի որ սիրտ չեն անում գիշերով ճանապարհ ընկնել, նրանք մտածում են հեռանալ առավոտ վաղ, վհուկի գալուց առաջ, ու այդպես էլ անում են, հազիվ լույսը բացված, քույրերը իրենց հետ վերցնում են փոքրիկ աղջկան և ընկնում ճանապարհ, հոգնած, սոված ու չարացած վհուկը գալիս է տուն, նայում է ու ինչ տեսնի, փոքրիկ աղջիկը չկար յուրտում, հեռու չի կարող գնացած լինել, մտածում է վհուկը ու նետվում նրանց ետևից, շուտով քույրերը դոփյունի ձայն են լսում, ասես ձիերի մի ամբողջ երամակ է սլանում իրենց ետևից, ետ են նայում ու ինչ տեսնեն, ուր որ է վհուկը հասնելու է իրենց, առանց երկար մտածելու, ավագ քույրը վհուկի ոտքերի տակ է նետում իր սաները, անմիջապես այնտեղ խիտ, անանցանելի մի անտառ է աճում, վհուկը պոկում է 2 ատամներով, մեկից կացին է պատրաստում, իսկ մյուսից սղոց, սղոցն արագ կտրատում է, հարվածում է կացինը ու ծառը ծառի ետևից տապալվում են, այսպես վհուկը դուրս է գալիս անտառից ու շարունակում հետապնդել, ու նորից է սկսում հետապնդել աղջիկներին, հենց այդ ժամանակ էլ միջնեկը ճամփի վրա է գցում իր ասեղը և անմիջապես տեղում մի բարձր սար է հայտնվում, ամպերից էլ բարձր, չար վհուկը դժվարությամբ անցնում է նաև այդ սարը, հենց այն է քիչ է մնում, որ աղջիկներին հասնի, փոքր քույրը գցում է հայելին
որը խորունկ լիճ է դառնում։ Վհուկը կանգ է առնում այս ափին, իսկ մյուս ափին քույրերն են, և մեկ էլ փոքրիկ աղջիկը։ Վհուկը մտածում է, թե ինչպես լողահակառակ ափը, բայց այդպես էլ չի իմանում։ Էդ ոնց լողացիք ու մյուս ափը հասաք, շողոմոքոր ձայնով հարցնում է վհուկը։ Մենք մեր վզներից ծանր քար կապեցինք ու այդպես էլ լող տալով անցանք, քույրերի փոխարեն պատասխանում է փոքրիկ աղջիկը։ Վհուկը հավատում է փոքրիկ աղջկան։ Իր վզից մի մեծ ծանր քար է կապում, նետվում է ջուրը ու հենց տեղնուտեղը խեղդվում է։ Հիմա արդեն քույրերին էլ ոչինչ չի խանգարում, որ ապահով հայրենի յուրտը հասնեն։ Դրանից հետո նրանք այլևս չեն բաժանվում իրենց հորից ու լսող աղջիկներ են դառնում։ Իսկ նրանց փրկած փոքրիկ աղջիկը մնում է նրանց մոտ ու ապրում հարազատ քրոջ պես։ Երկնքից 3 խնձոր է ընկնում, մեկը քույրերին, մեկը փոքրիկ աղջկան, մեկն էլ լսողներին։